Ստավրոպոլցի փոքրիկ Մոնիկան շատ էր ցանկանում մասնակցել ժողովուրդների բարեկամության դպրոցական փառատոնին և պատմել հայկական մշակույթի մասին, բայց ամաչում էր։ Այդ ժամանակ նրան աջակցեցին հայրն ու մայրը։ Մայրը Դիանան սոցիալական ցանցում տեսանյութ էր տեղադրել, թե ինչպես են նրանք պատրաստում դպրոցական տոնին։ Ամբողջ ընտանիքը հայկական տարազ էր հագել ու հարուստ սեղան գցել։ Մայրիկը տոնական սեղանի համար պատրաստել էր տոլմա, փախլավա և գաթա, իսկ Դավիթը, հայրիկը, խորոված։ Երաժշտական համարի համար հայրիկը երաժիշտներ էր բերել, փոքրիկն էլ շալախո է պարել զուռնայի, դհոլի ու ակորդների կենդանի ձայնի ներքո։ Ռուս հայտնի երգչուհի Ժասմինն առաջին անգամ իր սոցիալական ցանցերում թորնիկի հետ լուսանկար հեռապարակել։ Աստղը հետևորդներին ցույց է տվել կադրեր հիվանդանոցից դուրս գրվելու ժամանակ։ Ժասմինը երեխայի դեմքը փակել է էմոջիով և փոքրիկի անունը նշել է, որ Բորիս է։ Ժասմինը տատիկ է դարձել 48 տարեկանում։ Նրա ավագ որդին ամուսնացել է ազգությամբ հայ նախկին գեղեցկորթուի Եվա Խաչատրյանի հետ։ Երգչուհու խոսքով ինքը մինչև նշանադրությունը ոչինչ չի իմացել առաջնեկի ընտրյալի մասին, բայց ընդունել է նրա ընտրությունը։ Ժասմինը անգամ պատմել է, որ գրեթե անմիջապես սկսել է իր հայ հարսիկին դուստր անվանել և ջերմ հարաբերություններ հաստատել նրա հետ։